Ողջույն Սիլվա, դուք ուղիղ եթերում եք։ Ինչպիսի տրամադրվածությամբ եք այսօր եկել համերգին։ Բնականաբար շատ լավ, երևի 4-րդ, եթե չեմ սխալվի, 4-րդ համերգն է։ Նախ շատ ուրախալի է, որ այս էլ որ երրորդ անգամ, ես իհարկե կեսից եմ միացել այս նախագծին, բայց այս էլ որ երրորդ անգամ հանդիսատեսը դահլիճը լի է մարդկանցով եւ հանդիսատեսը շատ լավ է ընդունում, շատ ողջունելի է, որ մենք ունենք նման հանդիսատես, ովքեր գալիս են լեգենդների երգերը լսելու։ Նաև իհարկե չենք ցանկանում առանձնացնել որևէ լեգենդի, բայց կա արդյոք այս եռալեգենդից որևէ մեկը, ով ձեզ համար ձեր սրտին ավելի մոտ է, թե իր աշխատանքներով, թե իր ճաշակով։ Երևի հենց Շարլ Անձնավուրում երգերն էլ երգելու եմ այսօր, բայց նաև պատիվ եմ ունեցել երգելու Առնո Բաբաջանյանի երգերը։ Երեքն էլ իսկապես մեծ գույն ու հետք են թողել հայ իրականության մեջ ինձ համար։ Նաև ձեզ շատերն են սիրում եւ երկար տարիներ է ինչ այս ոլորտում եք, բայց արդյոք ամեն անգամ բեմ բարձրանալուց որևէ վախ կամ լարվածություն ունենում եք եւ եթե այո, ինչպես եք կարողանում հաղթահարել։ Հուզմունք կա, հիմա էլ կա, միշտ կա, որովհետև ես դա համարում եմ, որ պատասխանատվությունն է հանդեպ հանդիսատեսի։ Հաղթահարում եմ միայն այն ժամանակ, երբ որ բեմ եմ դուրս գալիս եւ տեսնում եմ այդ ժպտացող ու ջերմ հանդիսատեսին, միանգամից անցնում ամեն ինչ։ Շնորհակալ ենք Սիլվա ջան, ձեզ լավ ելույթ ենք ցանկանում։ Շնորհակալ եմ։